Բարև ձեզ, սիրով։ Եթերն է եւ այսպես այս տարին նշանավորվեց այն հայտարարակ արշավով հայ-ալբերական եկեղեցու դեմ, որ իրականացնում է այս իշխանությունը։ Երեք էլ գարնում էին իրենք, նորից ծափերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանն այս իրողությունները, բայց գնալով նվազում են իհարկե իր այդ շրջիկները, այլևս այդ թվականակը չեն ապահովում, որ իր սիրտն է ուզում, սա նաև ցուցիչ է, բայց եւ մենք տեսանք, որ այդտեղ կա մի անձնավորություն, որը հետո հայտնի դարձավ, որ Գաբու հանրապետարանում աշխատող է, որը խոսելով բեղափարի մասին, թե ինչպես պետք է անել, որպեսզի նրան հեռացնեն, իրենք Գավազանի անունով է անվանում, քարոզական գլխի սատկաստ են ներողություն եմ խնդրում, մոտավորապես այսպիսի հայտարարություն է անում, բռնության կոչ, սպանելու կոչ, խնդրեմ այս մասով այս անձերի կապված ձեր տեսակետը։ Նախ ուզում եմ հարգելիներս իմ ցավակցությունը հայտնել Անժելա Թովմասյանին, ասեմ, որ իր հայրիկի հետ ծանոթ լինելու պատիվ ունեցել եմ, շփվել եմ եւ այդ լուսավոր մարդուն ճանաչելով հասկացա, թե որտեղից է գալիս Անժելայի հայրենասիրությունը, պայքարի ոգին եւ նման մարդկանց կորուստը ցանկացած տարիքում էլ ցավալի է։ Ասեմ, որ վաղուց չեմ հետևում այդ ԿՊ գոյանքներին, որովհետեւ չարքապատկանները որևէ բան անել չեն կարող եւ կա խորհուրդը, որ մի հաղորդվեք ստին, մի լսեք այդ կեղծիքը, մի կարդացեք դրանց թերթերը, դրանց հաղորդումները մի դիտեք եւ այդ սուտն ու կեղծիքը կվերանան։ Ցավոք սա իրենք են գալիս, քսվում ես, կպնում, եթե դու ուզում ես փախչել, շփվել, չունենալ իրենց, տեսնում ես, որ արդյունքում երկիրը ես կորցնում, արժանապատվությունը ես կորցնում, դարավոր մշակված ավանդույթներն են ջնջում եւ իսկապես էլ հասկանում ենք որ մեր ոտքի տակից հողը փախչում է։ Գիտեք, համացանցում այդ տարածված բաներ կան, որ չուզենալով անգամ տեսնում ես 2 վայրկյան, տեսնում ես այս մարդիկ պարժնել են ձևախեղի, թրջկոտում են։ Ես ակամայից հիշի թրջի վերև իջնի ցած, ազգը մնա զարմացած։ Այդ ինչի վրա եք պարում, արա։ Այդ ինչի վրա եք թրջկոտում։ Այդ որ հազար ներողություն ուղղակի, որպեսզի մարդիկ Ըս Ալիևին են ասում, հա, հենց կանչես մոտդ կգամ։ Ալիևին են ասում, թե Էրդողանին։ Այդ այնց բաներ օրինակ պետք է պարզ ասեն, մարդիկ իմանան։ Այդում կանչին են սպասում ես գոյանքները։ Դե սա այդ ծաղրը շարունակում է բոլոր ոլորտներում ծաղր է, կեղծիկ, սուտ եւ այդ ստի կայսրությունը դեռևս շարունակում է մնալ եւ շարունակական կորուստներ բերել մեզ, մեր երկրին, մեր ազգին։ Ափսոսում եմ, որ մենք այս տևականորեն մնալով կարողացանք այո շատ բաներ մեր ինքնությունից կորցնել, մեր ավանդներից կորցնել եւ մենք լուրջ անելիքներ ունենք։ Երբեք ու երբեք էլ չես նախանձի նրանց, ովքեր գալու են ամռանը եւ նոր իշխանություն ձևավորեն, որովհետեւ այնքան գործ է կուտակվել, այնքան տքնանք ու ջանք է պահանջելու, որ կարողանանք եւ ներքին եւ արտաքին այդ բոլոր խնդիրները լուծել, որովհետև իսկապես էլ շատ լուրջ խնդիրներ են մեր առջև ծառացել, մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում գնալով այս իրավիճակները բարդանում են եւ շատ վերլուծաբաններ լսում էի, որ գուժում են Իրանի հետ կապված ուրեմն պատերազմը արժևում է եւ դրանք շարունակվելու են, այսինքն տարածաշրջանը առանց ցնցումների չի ընթանալու 26 թվականին եւ ով էր այդ նախագահներից, ղեկավարներից, որ ասում էր ես իհարկե շնորհավորելով պիտի ասեմ 25-ը խաղաղ ու հանգիստ տարի չէ, բայց ուզում եմ ասել, որ 26-ը ավելի վատն է լինելու։ Այսինքն մենք հասել ենք մի բանի, որ այլևս լավի սպասումը պակասում է։ Տարի ամփոփվում եւ այո կուզեիր մի տոնական խոսք ղել, մի ողջունի խոսք ղել, ցավոք չի ստացվում, որովհետեւ որևէ ոլորտում հաջողություն չկա, միակ ինքնաբերաբար բանը հաջողությունը որ կա դա է որ ընտրությունը լինելու եւ ընտրության միջոցով գոնե հնարավոր կլինի նոր իշխանություն ձևավորել թեպետ շատ կլինի որ լավ կլինի որ ընտրության էլ չհասնենք օր առաջ մարդիկ հասկանան որ այո օտարի շահերը սպասարկող ղեկավարներ կան այստեղ եւ նրանք ամեն ինչ անում են որպեսզի կարողանան իրենց այն ցուցումները որոնք հրահանգները որոնք ստացել են
կատարել եւ արդեն հասկանում եք որ հայ ժողովուրդը իրենց համար ոչինչ է հայ ժողովրդի գումարներով հենց հայ ժողովրդի դեմ հանել են ոստիկանություն հանել են ամեն ինչ ուժային կա միայն թե կարողանան ծառայել իրենց տերերին իսկ այդ տերերը մեր բարեկամները չեն բնականաբար նրանք են ովքեր եկան հոշոտեցին հայոց տարածքները եւ սրանք խաղաղություն ասելով անգամ չեն ուզում հայացք նետել այնտեղ որտեղից խաղաղությունը եկավ այդ այն քաջերը բերեցին ովքեր կյանքի գնով կանգնեցին հայոց սահմաններին եւ այո ստիպեցին հասկանալ այդ բոլոր երկրներին ովքեր նախանձախնդիր կերպով այս արշավը կազմակերպել էին իսկ դրանք մենք տեսանք ովքեր են չէ այդ նույն ուկրաինան զինում էր ադրբեջանին իսրայելը զինում էր այն որ գլուխները ջայլամի պես կողել են օղի տակ Ուկրաինայի հաղթանակ եք ուզում, ողորմելիներ ինչի համար եք ուզում, որ նորից զինի Ադրբեջանին եւ օր առաջ հերթական հաղթանակները շնորհավորի։ Այդ եք ուզում։ Արա մեկին գտեք, որ գոնե հայ ժողովրդին է շնորհավորում ինչ որ մի բանի համար, կամ ինչ որ մի բանով նեցուկ է լինում մեզ, մեր պետությանը, մեր ազգին, թե չեք գտնում նմանը, ուրեմն դադարեք սրան նրա, ուրեմն ստվերի տակ մնալ, դադարեք սրան նրա հաջողություններ մաղթել, եթե ուզում եք ինչ որ բան ունենալ եկեք այս ինքնությունը ձեր ձևավորելով մեր երկիրը զորացնենք հա դրա պայմանները կան ընդ չի որ սպառվել է վերջացել է ոչ կա ավելի նեղ վիճակներով է անցել եթե նախ դար առաջ մենք նայում ենք թե ինչեր են տեղի ունեցել եւ ցեղասպանությունից հետո ինչ դժվարությունների գնով տեխնանկով ջանքով կարողացան երկիր ստեղծել ինչով կարողացան որովհետեւ ունեցան արժանապատիվ ղեկավարներ ազգ ու հայրենիք սիրող մեծեր ովքեր նվիրումով ջանքով կյանքի գնով կարողացան երկիր այ հիմա այդ ժամանակներն է այ հիմա այդ նվիրականությունն է պետք որ մենք կարողանանք այո երկիրը ստեղծել ասում եմ ստեղծել որովհետև սրանք վերացրել են սրանք հաջորդ քայլը լինելու են որ արդեն կհրճակեն որ քանի որ պետությունը չկա գնանք մտնենք երևի իրենց սիրելի չգիտեմ այդ թուրքերի, մուրքերի, որտեղ արևմուտքը սրանց համար Թուրքիայով է պատկերանում եւ այդպես էլ լինելու է, եթե այդ ճանապարհը բռնել են եւ ոչ մեկի դառնալ չի կտրվել, որ գա մեր հարցերը լուծի։ Եթե այն որ ասում է եղուն գնաց գլուխդ կորի հիմա մեր նա անգելեք ստեղ ընդեղ ենք ման գալիս ես հույս ունեմ որ կլինի դա իսկ ինչպես է երկիրը ստեղծվեց տնտեսություն զարգացնելով մշակույթ աշխարհով մեկ սփռված հայ մեծերին Հայաստան բերելով նրանք կարողացան որովհետև նրանց մեջ այդ սերը կար Հայաստանի հանդեպ հայ ժողովրդի հանդեպ եւ այդ սերն էր որ իր պատուղները տվեց հիմա ատելություն է շուրջ բոլորը ատելություն է իսկ ատելությունից որևէ լավ բան չի ծնվելու այ ատելությունից այ հարգելի Մարիամ որ իշատակեցիք ինչ որ մի դուխով տերյապկա ասել է քարով խփենք ոչ ավել ոչ պակաս վեհապարի գլխին բա հիմա այդ տերյապկային չասես արա քարով տար հորդ ու մորդ գլխի խփի որ կոպես դեբիլա ծրե արա Եթե հանգուցյալ են արդեն գնա շիրիմների վրա կայնի ասի դեբիլ եք բերե արա որ համարձակվել եմ հայոց վեհապարին ինչեր եմ ասում Եթե այլատ դավան ես արա, անգամ եթե այլատ դավան ես, այ գոյանք, դու իրավունք չունես մի ամբողջ ազգի վեհապարի հանդեպ նման խոսքեր ասելու Եվ եթե չեն ձերբակալում այս իշխանությունները, ուրեմն այս իշխանությունները նույնպես նման մտքերի կրողներն են եւ իրենք են նախորդ անգամ էլ տեսանք, չէ, կասկածել ինչ որ մեկը այնտեղ է օթեր ուզում շնչեր ասում է, օդ շնչելու տեղ էր գտել, գնացել էր վեհապարեր հեռացնում օդ եւ այդ Աննամոթաբար դռների վրա էին այն դռների, որոնք մեր համար սուրբ դռներ են, որոնք մեր համար ուշ տվող դռներ են, որոնք տաճարի մուտք դռներ են, սրանց համար այս չարքապատկանների համար, ինչ լույս, ինչ բան։ Եվ ուզում եմ, որ այս ամեն ինչը գնահատելով, ընկալելով ընտրություններին, ոչ թե նայեք են կեղծ, սուտ, խոսքերին, խոստումներին, որ սրանք շաղ են տալու, իսկ սրանք մենակ դրանով են զբաղված, այդ տեխնոլոգիաներն են կիրառում, որով կարող են մարդկանց խաբել, ամենամեծ տեխնոլոգիան, որը պիտի կիրառվի եւ որը չունեն, դա սերն է, նվիրումն է, քո ազգով